Գործարանի պատմության մեջ բան չէ, ասես դեպքում 23 տարի աշխատում, այսքան ժամանակ դες բան չի։ 23 տարվա մեջ արվակչին անգամա որ եկել արկային էլ եկել ստուգողներն են եկել, բայց ոչ մի անգամ չի փակվել զավոդը։ Այսինքն Դերլի թոգային ստուգեին, եկել են, հատուցում 10 օր առաջ են եկել ստուգումներ անում։ Ով է մեղավոր, այս ժողովուրդն ինչ անի։ Այսինքն մինչև պարոն Ծառուկյանին կալանավորելը ստուգումներ եղել են գործանում։ 6-7 ավտոյով եկել են, ոստիկաններ են եղել, չգիտեմ, մասկե, ֆորմեքով ԱԱՑ-ը երևի, չգիտեմ։ Չի խանգարը մեր աշխատանքի։ Բայց մենք եկել են ստուգել են, բայց մենք աշխատում ենք մեր։ Ստուգել են, տեսնեն ամեն ինչ նորմալ է։ Փակվելուց 10 օր առաջ եկել ստուգել են։ Բայց հիմա անորոշ վիճակ։ Աշխատողությունով, Հիմա չենք իմանում։ հատատ աշխատողներին հարց ու փորձով սա արել են, գնացել են։ Հետո թե ինչ խնդիր կտան, այդ ժամանակ եթե խնդիր կար, թող ասեն խնդիր կա, հիմա ենք փակում։ Գնացել են 10 օր հետո օբշի 72 հիմնարկ մի անգամից։ Տենց բան են անում։ Ստուգումը կամ թող 5 հատը փակեին, ստուգեին, բացեին այն մյուս 5-ը։ Ոչ թե 7-8000 հոգի աշխատողին անեն գցեին դուս անույս ու ոչ մեկ ոչ մի պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ չգան ասեն 2 օրից կլինի կամ 5 օրից կլինի, անույս այս ժողովուրդն ինչ անեն։ Եկուս չեմ սոր իմ մուծման օրնա բանկը։ Ես որ չմուծեցի ինձ գցելու է սեփսուտակ 6 հատ ես ամեն բարկում 6 հատ վարկ ունեմ։ Ոնց մուծեմ, կոմունալից վճարման օրերն է։ 3 օրից հոսանքը եթե չվճարեմ ամսու 18-ին հոսանքս անջատվում է։ Այս շոքին ոնց ենք ապրում։ Էլ եմ ասում, այս աշխատողների, ընտանիքների, եկամուտների 70%-ը էս է, ըստեից է։ Կարող է կողմնակի կողից մեկը մի հատ թոշակ, մի հատ էս բան դրանով մի թեթև, բայց դրանով կարան ապրեն 8 հոգանոց ընտանիք ունեմ ես։ Ապեր թողան ասել 10 օրից ծնելու է ժողովուրդ ջան, հարցերը կլուծվի, ամեն ինչը կպրծի, 10 օրից կգաց գործի, կբացենք։ Թողան ասեն մի ամսից ալնելու։ Գոնե տենանք ինչ անենք, մեր գլխի ճարը տենանք։ Ոչ թե սենց անորոշ վիճակ սպասենք, կարող է 5 օրից լինի, կարող է 3 ամիս հետո լինի։ Հաստատ մի շաբաթ էլ որ չաշխատենք, սաղի վրա ազդելու է, հաստատ։ Էլ եմ ասում, մեր աշխատավարձի ստանալու ժամանակներ մենք հիմա պետք է արդեն աշխատավարձի կեսը ստացած լինեինք չկա։ Ու սաղ այդ աշխատավարձը հատած ցանկացածի մոտ հաշված է, թե այդ աշխատավարձը ինչ ծախսերի համար է նպաստելու։ Հայրիկ դուք ինչ եք աշխատում ընկերությունում։ Ամեն ինչն կարևոր է։ Ինչ ես աշխատում։ 70-75% աշխատողները վարկերի տակ են։ 15-ին 16-ին արդեն կոմունալը պիտի մոծի, բայց մենք ոչ մի կոպեկ չունենք մոծելու համար։ Մեր աշխատավարձի կես ամենաուշը մեր հիմնարկը ամենաուշը 10-11-ին նստեցնում էր։ Ու մենք կարող ենք, մենք արդեն հարմարվել ենք, իսկ հիմա չկա։ Ու հույս էլ չունենք կլինի, թե չլինի։ Եթե հաշվապահությունը փակա, սա համակարգիչները արգրավի վերցե գնացել են, այս մարդիկ ոնց փոխանցեն մեր փողերը։ Էլ եմ ասում, կանխիկ չէ, որ իրանց ջեբից անեն, կանխիկ տան, տեսնեն հետո ինչ կլինի։ Փոխանցումներով է սա։ Մեկանակ գործանում, ինչ գործունեություն եք ծավալում, ինչ Ես փականագործ եմ, Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցիներ շատ կան։ Սաղս է վարձով ենք ապրում։ Հիմի որ աշխատավարձը չստանաք, սեփական տուն չունեք, բան չունեք, ինչ ենք անելու։ Տանտերին ինչ պատասխան տանք, ուր թե գնանք։ Այդ հարցի մի դրական լուծում տվեք։ Մեզ հետաքրքիր չի իրանց քաղաքական, ազնական հաշիվն է, вообще հետաքրքիր։ Բայց փաստացի այդ քաղաքական չգիտեմ։ խնդրի արդյունքում դուք եք Մենք հայտնվել ենք այս դժում, իրավիճակում։ ամեն գործ չունենք դրած։ Եթե քաղաքական չլիներ, այս 8 տարի մեր պարոն Փաշինյանը ղեկավարում էր, թո այդ 8 տարվա մեջ կեր ստուգում աներ։ Հենց ի եկավ այս քաղաքական այս ընտրություններից հետո նոր սկսեցին արդեն սենց համատարած սաղ փակեցին ու ստուգում են անում։ Այդ 8 տարի ժամանակ ունեին, թո հերթով այդ 75 հիմնարկը այդ 8 տարում ստուգեին։ Ոչ թե մի անգամից փակին, սաղ է ժողովրդին թողին սենց անույս վիճակի մեջ։
Կարելի է ասած Հայաստանի մասշտաբը ուրիշի նորմալ աշխատատեղ չկա։ Չկա է։ Ինչ է։ Այդքան Հայաստանի աշխատատեղերի, եթե ոչ 25-ից 30%-ը միշտ գրուպին, հա, դե պատկերացրեք ինչքան ժողովուրդ ու դրանց հետ կապված ինչքան հիմնարկներ կան, որ հնարավոր չէ 70 հիմնարկի հետ ուրիշ հիմնարկներ կապված չլինեն։ Եթե կանգնած է, ուրեմն մնացած սաղը կանգնելու է։ Ախպեր սաղի հետ էլ կապ ունենա։ Օլիմպիա ավանը ինչի մարեն փագե, ինչ է այդ պետական Աշխատակիցներն ասում են, որ երեխաները մրցույթի պետք է մասնակցեն, փաստացի 7-ից փաստացի խի են փագե։ Երկրի պատիվն է, էլի։ Հա, երկրի մար օլիմպիա ավանա սարքե, ինչի մարեն այդ խի են փագե։ Լավ, մենք ենք արդադրանք տալի, ես իմ ասենք հիմնարկներ կա, այդ ինչ, դրան ինչ օգուտ։ Մեր երեխեքն են, մեր սպորտսմեններն են այդում պարապում, որ աշխարհին Մեր հայկական դրոշը պատիվը պահեն, այդ ինչ խի են փագե։ Դրա համար էլ էսի քաղաքական գործընթացը, ուրիշ ոչ մի բան, հաստատ ոչ մի բան չկա։ Ուժել եք, արդեն փաստացի 8 օր է ուժած վիճակում եք։ Ասեք բանավորն ի՞նչն է։ Աշխատող եք մեղավոր։ Բայց ոնը ուզում ենք իմանալ, որ չենք արժեն բարեստական գործազուրկ են սակը, դրա համար փոխհատուցել են, իրոք չեն կարա արդեն լուծենք։ Մի անգամ չստացեն գնես, մի տարի խելք դախնել չի գալի։ Փոխհատուցում ունելու է բացակ աշխատող համար։ 15 օր չաշխատենք, որ ասեք սերտիֆիկատ։ Արդեն heç չի գնում սերտիֆիկատ։ Մնացածը կան ձեռներից։ մեր տնտեսությունն արդեն սեպտակ կան գնում։ Ինչ ունես էդի կան ձեռից։ Սերտիֆիկատ heç չէ։ Մի հատ մեքենա ունենք, դա չեն կարա շուտ վաճառենք, գոնե յոլայթանք միջև տենանք երբալ աշխատատեղը։ Մի հատ հին մեքենա։ Այստեղ ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չենք դիտել։ Ոչ ասել ենք ավել տվեք կամ պակաս տվեք։ Աշխատել ենք մենք մեր ուժերով, մենք մեր ամեն ինչ արել ենք։ Իմի մենք ոչ մի բան չենք պահանջում, ասում ենք մեր զավոդը բաց։ Մեր աշխատանք է, ուրիշ ոչ մի։ Ասեք 25 տարի ես այդտեղ աշխատել եմ, հենց ես մի օրում փակել ու թողենք այդ ակտը։ Դա ճիշտ չէ։ Սաղը շինարարության օրվանից միջև իմի ես աշխատի 23 իմ կյանքից կեսը ՏՏ-ա գնացա։ Ասենք ճիշտ չէ, մի օրում փակեն ու դա ասենք ինչ սրտի տեղ չի նստել, փակեն թողին գնաց։ Այդպես չի կարող։ Ես ասում եմ, բանավորը մեղավոր չի։ Բացեք թե բանավոր մարդիկ այդան իրանց գործեն, դուք ձեր հարցերը լուծեք։